մանրամասն խոսեցիք խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին եւ մասնավորապես նշեցիք, թե ինչ չկա այդ համաձայնագրի տեքստում։ Ես կուզենայի ձեզ հարցնել, այն ինչ կա այդ համաձայնագրի տեքստում, արդյոք դա բավարար է որպես նախադրյալ խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային կայունություն հաստատելու համար, եւ երկրորդը այդ դուք անդրադարձաք մի շարք թեմաների, որոնք մանիպուլացվել են այս վերջի 24 ժամվա ընթացքում։ Այդ թեմաներից մեկն էլ կամ եթե կուզեք վերնագրերից մեկն էլ այն էր, որ Հայաստանը Եվրոպական միության դիտորդական առաքելությանը հանում է Հայաստանից։ Դուք իհարկե անդրադարձաք, որ այնինչ գրված է խաղաղության համաձայնագրում կարող է իրագործվել միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո, այնուամենայնիվ այս մտահոգությունը, երբեմն նաև մանիպուլյացիան շարունակում է առկա մնալ մեր տեղական լրատվական դաշտում, կուզենայի նաև այս հարցին անդրադառնալ։ Շնորհակալ եմ շատ պարոն Խանդանյան, հատկապես այդ ռակուրսով հարցին նայելու եւ ուշադրություն հրավիրելու համար, իսկապես մենք երբեմն անհանգստությունները փարատելու համար կենտրոնանում ենք այն հարցերի վրա, թե ինչ չկա, ինչպես ասեցիք, անուշադրության մատնելով նրա վրա, անուշադրության մատնելով այն, թե ինչ կա, մինչդեռ չափազանց կարևոր է ընդգծել եւ ամփոփել այս փուլում գոնե ինչ կա, ուրեմն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը իսկապես չափազանց կարևոր հանգրվան է, չափազանց կարևոր հիմք է շարունակելու ուրեմն դեպի մեր աշխատանքներ դեպի համակապարփակ կարգավորում, այդ համաձայնագրում ունենք էական ձեռքբերումներ եւ արձանագրումներ, ինչպիսիք են օրինակ փոխադարձաբար ուրեմն տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների անխախտելիությունը, ընդ որում տարածքային ամբողջականության ճանաչման մասին խոսելիս մեր մոտեցումն է եղել, դա հանրահայտ է եւ դա արտացոլված է մեր դիրքորոշման մեջ սկսած, օրինակ թեև ավելի վաղ էլ կարելի է դիտել Պրագայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ուրեմն հանդիպման համապատասխան հայտարարության մեջ, որ տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի համաձայն կամ Ալմա-Աթայի 91 թվականի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է մեծ հաշվով, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները եւ մասնավորապես երկրների միջև սահմանի օրինակ սահմանազատումը պետք է համահունչ լինի Խորհրդային միության փլուզման պահին երկու երկրների միջև եղած սահմանին։ Այսինքն Ալմա-Աթայի հռչակագիրը ուղղակիորեն ասում է, որ երկրների որպես խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև եղած վարչական սահմանները ճանաչվում են իբրև միջազգայինորեն ճանաչված միջպետական սահմաններ նույն երկրների միջև։ Հիմա սա արտացոլված է համաձայնագրում սահմանների անխախտելիությունը ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելը կա, այսինքն ուղղակի արգելված է համաձայնագրով եւ բազմաթիվ այլ չափազանց կարեւոր դրույթներ ես ասեցի արդեն կարծեմ որ որևէ բան այստեղ միակողմանի չի բոլորը արվում է փոխադարձաբար այո, ինչպես դուք նկատեցիք, սա չափազանց կարևոր հանգրվան է եւ շատ լավ հիմք է շարունակելու, ստորագրելու եւ գնալու առաջ։ Ինչ որ ես արդեն խոսքումս ասեցի, ուրեմն Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կամ դիտորդների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին, բայց ուզում կրկին ասել, այսինքն մենք համագործակցության ձևեր ուրեմն քաղաքացիական առաքելության նաև դա պարագայում միշտ էլ կարող ենք քննարկել եւ հանգել համաձայնությունների Եվրոպական միության մեր գործընկերների հետ դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով դիտորդական առաքելության նպատակն է ուրեմն ապահովել, եթե մանդատը նայեք կարդաք, նպաստել
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը, սահմանամերձ շրջաններում կայունությանը, խաղաղությանն եւ պետք է արձանագրենք եւ ոչ ոք չի կարող շղթել, որ տեղակայումից ի վեր իսկապես այս առաքելությունը ծառայել է այս նպատակին, իսկապես առաքելությունը ստացված է, միևնույն ժամանակ այն պահին, երբ որ կստորագրվի այդ համաձայնագիրը եւ կվավերացվի ուժի մեջ կմտնի բնականաբար այդ կայունությունը եւ խաղաղությունը այլևս շատ ինստիտուցիոնալ կդառնան Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանին